Ձերք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Կխնդրեմ, որ թույլ տա, Հիմա դուք եք ընդդիմանալու դրորդի կամքին։ որովհետև նախ շնորհակալություն բոլորին այն պահվածքի համար, որ ցուցաբերեցիք, խորապես շնորհակալ եմ եւ անձնապես եւ իբրև հոգեվորական, բայց իրենք հասկացան, կարծում եմ, որ գոնե իրենք այս պահով հասկացան, ինչի համար եմ սա ասում, ինչպես տեսնում եք, վարույթը ձեռնարկվել է ամսի 17-ին, իսկ կարող էին շատ հանգիստ, շատ մեգուսի ձերբակալել ամսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին եւ մինչեւ 26-ը ներառյալ։ Բայց իրենք կամ գիտակցաբար, կամ անգիտակցաբար, ես ավելի հակված եմ առաջինին, որ ցույց տան նաեւ իրենց ուժը մայրաթորի պատերիցներ, իրանք չպիտի որ չիմանային օպերատիվ տվյալներ չունենային, որ այսօր նախատեսված է քահանայից ժողով, եւ դժվար է չիմանային, որ ես արդեն քանի տարի է, 20 տարուց ավել է, այդ քահանայից տարեկան ժողովի կոորդինատորն ու պատասխանատուն եմ, եւ նախագահ Վեհապար Հայրապետի կողքին ադենապետն եմ։ Շատ լավ գիտեին, բայց ինչու համար որոշել էին ամսի 27-ին այստեղ այս մասկի շոուն կազմակերպեցին, չստացվեց, շնորհակալ եմ ինչպես ձեզ, բոլորին, քահանաներին, ժողովրդին, իմ հոգևոր եղբայրներին եւ Վեհապար Հայրապետին, իմ մասնավորի իր հայրապետական բարձր պահվածքի համար։ Հիմա իրանք հասկացել են եւ նահանջել են։ Եվ դրա համար ավելորդ է այլևս թույլ տալ, որպես իրենք երկրորդ ինչ-որ հարցակումը թույլ տան եւ երկրորդ անգամ պղձեն մայրաթորի հոգեպարար, հոգևոր մթնոլորտը։ Ես որևիցե բանից չեմ վախենում։ Այս մեղադրանքը բացարձակ շինծու ապօրինի մեղադրանք է։ Ես երբեք չեմ թաքնվել, երբեք էլ չեմ խոսապել, իմ ասածներից էլ չեմ հրաժարվում, ասել եմ, լավ եմ արել եւ պիտի շարունակեմ նույն ոգիով։ Եվ հիմա միակ խնդրանքս է, որ թողնեք, որպես ես նստեմ մեքենան եւ մեր սիրելի փաստաբանի հետ գնամ քննչական կոմիտե ներկայանալ։ Սրբազան մեկ տարի առաջ արված հայտարարությունը հիմա դարձավ քրեական վարույթ հարուցելու։ Ինչը։ 2 տարի առաջ։ Դե այդ մասին պետք է գնանք խոսանք, չէ՞։ Այդ մասին պետք է խոսենք։ Բա գնում ենք խոսելու։ Եվ Բա չենք լռելու, գնում ենք խոսելու։ Սրբազան, որ ասեցիք, ասել եմ լավ եմ արել, նկատի ունեք այդ հեղաշրջումը։ Քեզ ինչ թե ինչը նկատի ունեմ այդ տղատրու։ Ինչ որ ասել եմ, այից մինչև ֆ։ Ինչ ես ճշտում, ասում եմ այից մինչև ֆ։ Սրբազան, պարզ է որ ձեզ եւս կգալանավորեն, ինչպես գալանավորել Բաղդադ Սրբազանի մի։ Ամեն ինչ մարդու համար է։ Դուք պատրաստ եք կանխատեսում եք այս ամեն ինչը։ Մեկ է, ինձ համար մեկ է։ Մենք այս աշխարհում հոգևորականներս ապրում ենք իբրև աքսորիալ։ Հիմա բանդում կլինի, բանդից դուրս, ամեն տեղ մեզ համար բանդ է։ Բայց որտեղ է, որ Աստված մոտիկ չի։ Որ Աստված մոտիկ է, նաև բանդ է։ Բայց այսպես բոլորը մեկուսացնելով հերթը կգաք ասում։ Չէ, չենք կարծում, չի հասնելու։ Հիմա նախ եւ առաջ մեր գերագույն խնդիրը եւ մեր բոլոր հոգեվոր եղբայրներով Վեհապար Հայրապետի գլխավորությամբ մենք մեր գերագույն խնդիրը ձեր օգնությամբ, ձեր օժանդակությամբ, առանց ձեր օժանդակության ոչ մի բան չէինք կարող անել, հա, այս ճակատամարտը հաղթել ենք։ Հիմա իրենց մենք պետք է, այսպես ասած, հաղթաթուղթ չտանք, որպես իրենք երկրորդ հարձակման իրավունքը ձեռք բերեն։ Արդեն իրենց նիկոլագանները ավելի այդ բանը տանում են համացանցում, որ ես թաքնվում եմ ձեր հետևում, ես թաքնվում եմ քահանաների հետևում, թաքնվում եմ եպիսկոպոսների եւ մյուսների հետևում, ես չեմ թաքնվում։ Թույլ տվեք իրենց ապացուցել, որ ես չեմ թաքնվում։ Եվ դուք էլ կարող եք այս ամբողջը արտահայտել այնտեղ, որտեղ ավելի հնարավոր է արտահայտել, քան թե փորձենք այս հոգևոր մթնոլորտը խաթարել մայրաթորը։ Եթե կարծում եք սա մեկ շարժ